Տղամարդը տելեգրամյան ալիքի միջոցով տարածել է մանկական պոռնոգրաֆիա, որտեղ մասնակցություն են ունեցել 1-ից 17 տարեկան անչափահասներ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը ձեռք է բերել և իր բջջային հեռախոսում պահել մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր։ Տելեգրամ հեռահաղորդակցման հավելվածի ալիքում տղամարդը հայտարարությամբ անձանց առաջարկել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութերը և դիտելու ցանկություն հայտնած օգտատերերին նամակագրության միջոցով ուղարկել դրանք։ 2025 թվականի մարտի 7-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից նյութեր են ստացվել այն մասին, որ 36-ամյա անձը Telegram հեռահաղորդակցության համակարգի իր անձնական էջով տարբեր անձանց առաջարկում է դիտել մանկական պոռնոգրաֆիկ նյութեր, որոնց համաձայնության տված անձանց ուղարկում է այդպիսի տեսանյութեր։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մանկական պոռնոգրաֆիկ տեսանյութերում ընդգրկված են եղել 1-ից 17 տարեկան անչափահասներ։ Քրեական վարույթի շրջանակներում պարզվել է հանցանք կատարած անձի ինքնությունը և միջնորդություն է ներկայացվել դատախազություն նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար, որը հսկող դատախազի կողմից բավարարվել է, միջնորդություն է ներկայացվել նաև դատարան վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու համար, որը դատարանի կողմից կայացված որոշմամբ բավարարվել է։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։